ամենակարևորը, հատկապես մառախապատ եղանակներին եւ գիշերվա մարտերի ժամանակ ընկերոջը միշտ զգալն է։ Արս ձախ թևերին եւ թիկունքին։ Այլապես կարող է թևը թևի վրա կրակել, կարող են զոհ տալ։ Շարժման ընթացքում, եթե սկսում է գրողը, անպայման, հակառակորդի կրակետագրելու ժամանակ գրողող խումբը ոչ բոլորն այն ժամանակ սկսում գրողը, մի մասը գրողում է, մյուս մասը կրակով ապահովում է գրողներին։ Եթե անհնար, այսինքն կրակային հեռավորություն ասել է, ասեք ավտոմատիկան պուլեմոտի լավագույն կրակային հեռավորությունը, մինչև 500 մետր, արդեն անհնար է ընդհանուր ցեպով շարժվել, արդեն օգտագործում է վազքահերթերի, ասում պերեբեշկի, կարճ կամ երկար վազքահերթերը, կարճ վազքահերթը մինչև 20 քայլ, երկարը մինչև 40 քայլ։ Եթե արդեն աշնանալա մոտենալով հաջողվել հակառակորդին հանել իր առաջին դիրքերից, այդ նույն դիրքերում մնալը թեկուզ 1-2 վայրկյան, դա արդեն գործարարական հետագա առաջխաղացման է, որտեղ հակառակորդը նահանջել է, պետք է դիրքավորի պաշտպանական երկրորդ դիրքում։ Երկրորդ դիրքում նրանք ունեն որոշ չափի, բայց նրանք կրակելու իրավունք չունեն, որտեղ պետք է խփեն իրենցին։ Դրա համար առաջին դիրքերից հետո անմիջապես գրող շարունակում է, մինչև երկրորդ, երրորդ, մինչև բոլոր պաշտպանական դիրքերը մենք ամից ջախջախել հակառակորդին։ Ներակներեք ցույց հետո նոր արդեն գրովում եք հակառակորդ դիրքերը ձեռամարտում թե սվինամարտում վերջնարդեր ջախջախում հակառակորդի ուժերը ու շարունակում գրող ընթացք։ 88 նոյեմբերին կազմավորվեցին Սիսիանի առաջին աշխարհազորային ջոկատները։ Ազերիները տեղահանել էին Նախիջևանի Նորս, Ագուլիս, Շահկերտ հայկական գյուղերը ու միայն Ազնաբերդն էր կանգուն մնացել։ Հարկավոր էր պահպանել հայկական վերջին ոստանը։ Վուրգը Մկրտիչ Ժորա եղբայրների գլխավորությամբ մարտական խմբի միջոցով ձորերի կածաններով Ազնաբերդի պաշտպաններին ուղարկեց խնայված զինամթերքի առաջին խմբականակը։ Անհանգիստ ու պահանջկոտ Վուրգը օրը չէր թողնում մայր մտնի, եթե կարևոր մի ձեռնարկ չավարտեր։ Խստապահանջ հրամանատարը նաև բարեհոգի հայր էր ու սրտացավ ընկեր, թեև հաճախ խոստովանում էր, որ ինքը այլևս իրենը չէ, պայքարի տարերքն էր իր աստվածը։ 88-ի երկրաշարժի օրերին դառնացած հոգին կարծես սրտից դուրս էր ժայթքել, եռանդով օգնում էր աղետյալներին ու չէր հավատում, չէր ուզում հավատալ, որ երկնային կամ երկրային որևէ ուժ իր զորու է լինելու ընդհատելու իր ու իր ընկերների արդար կռիվը։ Աղետի շրջանից վերադառնալով, կարծես լրումն իր համոզման, կազմակերպեց Սիսիանի շրջանի ազերիներով բնակեցված 11 գյուղերի տեղահանումը ու Ադրբեջանից գաղթած հայերին վերաբնակեցրեց այդ գյուղերում։ Անհամբեր էր ու ժամ առաջ պիտի տեսներ նե դրած ջանքի արդյունքը։ Երևի գիտեր, որ ժամանակը կարճ էր ու ամեն գործ պիտի հասցներ։ Վաղատնի գյուղի ֆերմայի մոտ Վուրգը իր ջոկատի հետ անասնագող ազերիներին պատժելու էր եկել։ Մինքենդի ուղղությամբ ազերիներին օգնության հասած խորհրդային ուղղաթիռներն ու դեսանտային խմբերը շրջապատեցին Վուրգի ջոկատին ու պահանջում էին զինաթափ լինել։ Լսվեց Վուրգի խրոխտ երգը, լսվեց Վուրգի խռպոտ մերժումը ու բազում մարտեր տեսած ռուս սպանեստերենկոն գործող նռնակը բռունցքում սեղմած թավ բեղերով արծված քայի մեջ անզիջում վճռական կամք տեսավ ու համաձայնեց բանակցել։ Ռուս նեստերենկոն ու հայ Վուրգը իրարից բաժանվեցին թշնամաբար, բայց խաղաղորեն։ Նրանցից մեկը անթաքույց կրծոտելով շրթունքները մտովի բախտից խնդրեց իրեն այլևս երբեք չհանդիպեցնել այդ թավբեղ խենթին։ 89-ի Աղդաբանի ընդհարումը Նախիջևանի ազերիներին հասկացրեց, որ Սիսիանցի զինվորը չի կատակում։ Աղոթարան բարձրունք սրբատեղիի արյունոտ մարտերը գջրոտ խուժանի համար դարձան ծանր ու դառնահաճ հուշեր։ 91-ին լրացավ Վուրգ Ոսկանյանի 50-ամյակը։ Այդ արդիվ Վուրգը ատելության իր անհատակ պարկից Ազերի Յոլդաշին վայքից մինչև Մեղրի սահմանային հատվածները անակնկալ նվերներ ուղարկեց, իր հեղինակած ինքնաշեն բեկորավորականները։ Սահմանային ու հարձակողական անհաշիվ արյունալի մարտերը Սիսիանցի քաջերին չէին ընկճել, չէին հոգնեցրել և 1992 թվականի մայիսի 18-ին փառապանց գումարտակի մարտիկները հաղթական մտան լաչին ու ազատագրված հողում խանդավառությամբ երգեցին իրենց մարտական օրներգը։ Կորցրածը հետ բերելու միամիտ հույսով ազերի զորախմբերը անընդհատ հարձակումներ էին ձեռնարկում Լաչինի ուղղությամբ և հեռահար հնանոթներով ռմբակոծում էին Կորնի ձորը։
1992 թվականի հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան Արաբո, Նիկոլ Դուման եւ աղբյուր Սերոբ ջոկատների հետ գործողության ընդհանուր հրամանատար Վուրգ Ոսկանյանը իր վաշտով Մուրադ Խանլիի գծով ձորի երկանքով շարժվեց դեպի Գյուլիբերդ։ 40 ընտունումեցին։ Ես են գտարում գյուղը որ կա, գտարում գյուղը, դրա երկու բարսուկը մաջուց ծախում նստած եմ և մեկ սեղում նստած եմ։ Որ գյուղ։ Գյուլիբերդ հասա պրտկա։ Գյուլիբերդում։ Հասկացա, որ կա գործել է։ Լավա, եղբար ջան, լավա։ Չէ, դուտից մի քիչ առաջ արի, որ ես գիտեմ հաջորդ գյուղը։ Վերջալույսի մարմրող շողերի հետ Վուրգը առանց զոհի ու վիրավորի թուրքլարի բարձունքներում էր ու իր դիրքերն էր ամրապնդում։ Ներքևում այրվող Գյուլիբերդն էր, ներքևում պարտված ազերիների անշարժ մարմինները։ Հեռու կապույտ ապագաներում Հայաստան ու հայրենիք կերտող նորագույն մարտիկները կամքի ու կեցվածքի դասերը սերտելիս նախ տակավին պիտի ոգեկոչվեն ոչ հեռու անցյալի ազատագրական պայքարի փառահեղ անուններով, որոնց անմահ փաղանքում է զինվոր ու հրամանատար Վուրգ Ոսկանյանը։ Մարտի 30-ին Վուրգը Էջմիածնի ջոկատի եւ 31 հոգուց բաղկացած իր խմբով Լաչինից շարժվեց Պիչանիս։ Չորմանով գյուղի մատույցներում Էջմիածնի ջոկատը ըստ նախատեսված ծրագրի ուղղվեց դեպի հարավ։ Վուրգը Շամքենդում հալածելով Լաչինից նահանջող ազերիներին Նաղդալի գծով պիտի միանար Աշոտի կենտրոնական զորախմբին։ Զրահափոխադրիչն ու Ուրալը շարժվում էին դեպի Պիչանիս։ Վուրգը իր վիլիսով ընթանում էր հետևից։ Գյուղ տանող ճանապարհը հարթ էր ու զարմանալի հանդարտություն էր ամենուր։ Վուրգին դուր չեկավ այդ խաղաղությունը։ Վիլիսը արգելակեց ու որոշեց գյուղը զննել հեռվից։ Սլավիկը ուղղվեց դեպի Վուրգը, բայց նրան չհասավ։ Հանկարծ ճանապարհի ձախ կողմից կրակոցներ սկսվեցին։ Վուրգը հրահանգեց դիրքավորվել ու հակահարված տալ։ 4 կողմից տեղացող գնդակները անակնկալի եկած մարտիկներին երկու մասի էր բաժանել եւ հակահարվածին կանոնավոր տեսք տալը ավելի էր դժվարանում։ Պիչանիսի կողմից երևաց ազերիների տանկը։ Ականանետի կրակոցը ապարդյուն անցավ։ Տանկը մոտենում էր Ուրալին։ Զրահափոխադրիչը շարժվեց հետ, կանգնեց Ուրալի ետևում, մի քանի կրակոց արձակեց եւ անսպասելիորեն լքեց մարտադաշտը։ Զոհվել էին Վարդանը, Հրայրը։ Ոտքից ու քունքից վիրավոր Վուրգը դեռ մարտունակ էր ու տղերքին ապահով դիրքավորվելու հրահանգներ էր տալիս։ Անհավասար մարդը ընդունվել էր։ Պատերազմում նա խախտում է հոգին, զենքը լոկ գործիք է, միջոց, եւ որտեղ այն անզոր է, գործում է սխրանքը, գործում է աներեր մղումը։ Ազերիների տանկի ուղիղ նշանառության կրակոցը շարքից դուրս բերեց Ուրալն ու բոլոր սարքավորումները։ Դեպի Ձորակ նահանջի ճամփան վտանգված էր։ Անհավասար մարտի հետագա ընթացքը ողբերգական ավարտ ուներ։ Երրորդ գնդակը մահացու խոցեց Վուրգին։ Դեռ չմթագնող միտքը հասցրեց հրաժեշտ տալ Անահիտ ու Սուրեն զավակներին։ Աշոտ հրամանատարին զեկուցեց, որ առաջադրանքը կատարված է։ Սուրեն եղբորը ձայնեց, որ միանում է իրեն։ Նախապապ Հակոբ կաթողիկոսին մրմնջաց, որ պատվիրանների կատարման խոստմանը հավատարիմ մնաց, որ դրանցից սիրեց հատկապես պատվազգաց ապրելու վարքը, ու խնդրեց, որ իրեն լույս երկնքներում ընդունեն 10 ուխտյալ եղբայրների հոգիների հետ։ Բիլ կապտախոր աչքերը խամրում էին, իրենց ծով հատակում անմահացնելով իշխանասարի վեհ ու հպարտ խոյանքը, ու դեպի երկինք համբառնող հոգին մրմնջում էր անմահ անուններ. Լավրենտ, Գևորգ, Վալերիկ, Զոհրակ, Վալոդիա, Վարդան, Ալբերտ, Հրայր, Մելսիկ, Վահան։